Միջազգային իրավական ատյաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 3 աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու լքել պաշտոնը։ Ըստ մամուլի տեղեկությունների նրա հետ մեկտեղ հրաժարական է ներկայացրել գրասենյակի աշխատակիցների մեծամասնությունը։ Պատճառը ըստ մամուլի տեղեկությունների այն է, որ Կիրակոսյանը համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի այն քաղաքականության հետ, որ պետք է կատարել Ադրբեջանի պահանջները եւ միջազգային իրավական ատյաններից հետ կանչել ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցադիմումները։ Թեև ինքը Կիրակոսյանը որպես իր հեռացման պատճառ բերել է այն հանգամանքը, թե ցանկանում է գիտությամբ զբաղվել, ինչը քիչ հավանական է։ Այնուամենայնիվ, ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը որոշի միջազգային իրավական ատյաններից հետ կանչել ընդդեմ Ադրբեջանի ներկայացված դիմումները, հարցրինք սահմանադրագետ Գոհար Մելոյանին։ Մելոյանը նախ անդրադարձավ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականին։ Նախ չենք կարող ասել, թե ինչով էր պայմանավորված Կիրակոսյանի հրաժարականը, որովհետև կարծում եմ պետք է ունենալ վերջինիս մեկնաբանությունը այդ հարցի վերաբերյալ, որովհետև այս թեման առաջին անգամ չի շրջանառվում առ հայկական իրավական պահանջատիրությունից հրաժարում ու նախորդիվ էլ տարած ըստ լրահոսի նախորդ անգամ մի շարք միջազգային իրավունքի մասնագետներ իրենց անհամաձայնությունն են հայտնել հայկական իշխանությունների նման վարքագծի ու նման դիրքորոշման հետ կապված։ Հիմա հենց բուն իրավիճակի հետ կապված, տեսեք, իմ դիրքորոշմամբ հայկական իշխանություններն են թույլ տվել, որ Ադրբեջանը կարողանա նման անհեթեթ պահանջատիրությամբ հանդես գալ, որովհետև այդ շանտաժ գործիքակազմը, որին տուրք է տալիս մեր գործող քաղաքական ուժը, դա ոչ միայն Հայաստանի, հայ ազգի, հայկական պետականության, հայ ռազմագերիների խնդիրն է, դա հենց միջազգային իրավունքի, միջազգային հեղինակավոր կառույցների, միջազգային կոնվենցիոնալ ամրագրված սկզբունքների հեղինակության հարցն է։ Գոհար Մելոյանի կարծիքով, եթե դիմումները հետ կանչվեն, ապա այդ խարանի առաջին կրողը Հայաստանի իշխանություններն են։ Բոլոր պետությունները, ովքեր դիմում են միջազգային ատյաններ, բոլոր կառույցները, ովքեր ապահովում են միջազգային իրավունքի իրացումը, կյանքի կոչումը եւ սահմանում են պատասխանատվություն դրանց խախտումների համար։ Այդ բոլորը շահառու են հանդիսանում այս process-ի եւ բայց այնուամենայնիվ առաջին հերթին այդ խարանի կրողը պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է, կրկին եմ ընդգծում, որ անգամ իրենք թույլ են տվել, որ այս օվերտոնի պատուհանը բացվի եւ հայկական հանրության, լրատվական հանրության շրջանակներում մեր հասարակությանը հասանելի դառնա նման բանաձև, որ հնարավոր է իշխանությունը միջազգային պահանջատիրությունից իրավական հարթության մեջ գտնվող հրաժարվեն։ Գոհար Մելոյանը նաև ասաց, որ իր համար անընդունելի է իրավական պահանջատիրությունից հրաժարվելը։ Մելոյանը դա որակում է ադրբեջանական ջրաղացին ջուր լցնել, հատկապես երբ այդպիսի միակողմանի զիջումները հայկական կողմի համար ոչ մի դրական արդյունք չեն ունենում։